Իրանը կրկին հայտնվել է վտանգավոր շրջադարձի առաջ։ Փողոցներում լարվածություն է, գիշերները դարձել են անհանգիստ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը բացահայտ դիմակայության մեջ են։ Սակայն այս անգամ տեղի ունեցողը սովորական բողոք չէ, սա գործընթաց է, որը ունի քաղաքական հավակնություն, արտաքին արձագանք եւ շատ վտանգավոր ենթատեքստ։ Վերջին օրերին Իրանում զարգացող իրադարձությունները ստիպում են տալ մի շատ կարևոր հարց. արդյոք երկիրը կանգնած է նոր հեղափոխության շեմին, թե սա հերթական փորձն է Իրանը ներսից քայքայելու։ Այս պատմության կենտրոնում հայտնվել է մի անուն, որը տարիներ շարունակ գրեթե մոռացվել էր, բայց այսօր կրկին հնչում է Իրանի փողոցներում։ Այդ անունը Ռեզա Փահլավի է։ Ռեզա Փահլավին Իրանի վերջին շահի Մոհամմեդ Ռեզա Փահլավիի որդին է։ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո շահի ընտանիքը ստիպված եղավ լքել երկիրը։ Այդ պահից սկսած Փահլավի անունը Իրանում դարձավ խորհրդանշական։ Մի մասի համար կորցրած անցյալի հիշողություն, մյուսների համար ռեժիմի դեմ պայքարի խորհրդանիշ։ Տասնամյակներ շարունակ Ռեզա Փահլավին ապրել է արտերկրում, հանդես գալով հայտարարություններով, կոչերով, հարցազրույցներով, բայց երկար ժամանակ նա չուներ իրական ազդեցություն Իրանի ներսում։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Վերջին օրերին Ռեզա Փահլավին բացահայտ կոչ արել իր աջակիցներին դուրս գալ փողոց, ոչ թե պարզապես բողոքելու, այլ քաղաքների կենտրոնները գրավելու եւ պահելու համար։ Նա հայտարարում է, որ պայքարի նպատակը այլևս միայն դժգոհություն ցույց տալը չէ, խոսքը գնում է իշխանության վերահսկողությունը խաթարելու մասին։ Ավելին, Փահլավին խոստանում է, որ պատրաստ է վերադառնալ Իրան։ Այս հայտարարությունը լուրջ արձագանք է ստացել թե ընդդիմադիր շրջանակներում, թե իշխանության ներսում։ Իրանի խոշոր քաղաքներում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Գիշերային ժամերին արձանագրվել են հարձակումներ պետական եւ մասնավոր շինությունների վրա։ Վնասվել են ֆինանսական կառույցներ, այրվել են շենքեր, տեղի են ունեցել բախումներ ուժայինների հետ։ Այս ամենը ուղեկցվում է տնտեսական ճնշմամբ։ Ազգային արժույթը արժեզրկվում է, անորոշությունը խորանում է, հասարակության ներսում վախն ու զայրույթը խառնվում են իրար։ Փողոցը դարձել է քաղաքական պայքարի հիմնական հարթակը։ Իշխանությունները դիմել են կտրուկ քայլի։ Իրանում սահմանափակվել է ինտերնետը, պաշտոնական պատճառաբանությունը անվտանգության ապահովումն է։ Սակայն իրականում սա նաև տեղեկատվական պատերազմի մի մաս է, քանի որ այսօր ցանկացած շարժում սկսվում է ոչ միայն հրապարակում, այլ նաև սոցիալական ցանցերում։ Տեղեկատվության հոսքը վերահսկելը դարձել է նույնքան կարևոր, որքան փողոցները վերահսկելը։ Իրանի իշխանությունները վստահ են, տեղի ունեցողը ներքին ինքնաբուխ գործընթաց չէ։ Պաշտոնական Թեհրանը բացահայտ հայտարարում է, որ անկարգությունների հետևում կանգնած են արտաքին ուժեր։ Մեղադրանքները ուղղվում են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հասցեին։ Իրանի արտգործնախարարը հայտել է, որ այս երկրները ուղղակի մասնակցություն ունեն երկրում ստեղծված անկայունության մեջ։ Ըստ իշխանությունների, նպատակը պարզ է՝ թուլացնել պետությունը ներսից եւ ստիպել այն քայքայվել սեփական քաղաքացիների ձեռքով։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ։ Նա նշել է, որ իշխանությունները չեն հանդուրժի դիվերսանտներ եւ անկարգություններ։ Խամենեին ընդգծել է, որ երկիրը կանգնած է լուրջ փորձության առաջ եւ ցանկացած փորձ ապակայունացնելու իրավիճակը կստանա խիստ պատասխան։ Այս ուղերձը հստակ ազդակ էր ուժային կառույցներին գործել առանց գերմտելու։ Իրանի շուրջ զարգացող իրադարձություններին արձագանքել է նաև Դոնալդ Թրամփը։ Նա հերթական անգամ հայտել է, որ Իրանը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում։ Թրամփը զգուշացրել է, եթե ցուցարարների դեմ կիրառվի ուժ, ԱՄՆ-ն կարող է պատասխան քայլեր ձեռնարկել։ Սակայն միևնույն ժամանակ նա շեշտել է, որ ամերիկյան զորքեր Իրանի տարածք չեն մտնի։ Այս հայտարարությունը միաժամանակ եւ սպառնալիք է եւ սահմանափակում։ Իրանի ազգային անվտանգության կառույցները հայտնել են, որ ցույցերի կազմակերպիչներից մի քանիսը արդեն ձերբակալվել են, մյուսների ինքնությունը բացահայտվել է։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, նրանք փորձել են համակարգել անկարգությունները եւ սրել իրավիճակը։ Իշխանությունները պնդում են, որ բողոքների իրական նպատակը քաղաքացիական պատերազմի հրահրումն է։ Իրանի պաշտոնյաները բացահայտ հայտարարում են, երկիրը փորձում են մղել քաղաքացիական բախումների։ Ըստ նրանց, սա անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվեն պայմաններ արտաքին միջամտության համար։ Այս հայտարարությունները լուրջ մտահոգություն են առաջացնում նույնիսկ նրանց մոտ, ովքեր քննադատում են իշխանություններին։ Քաղաքացիական պատերազմը ամենածանր սցենարն է ցանկացած երկրի համար։ Փողոցներում միայն ընդդիմադիրները չեն, իշխանության աջակիցները նույնպես դուրս են եկել հրապարակներ։ Նրանք իրենց ձեռքում պահում են Իրանի գերագույն առաջնորդի լուսանկարները եւ հայտարարում, որ չեն թույլատրի երկրում քաոս։ Սա հստակ ցույց է տալիս, որ Իրանի հասարակությունը բաժանվել է երկու հակադիր ճամբարների։ Միջազգային արձագանքն էլ չի ուշացել։ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Նրանք դատապարտել են ցուցարարների սպանությունները եւ կոչ արել Իրանի իշխանություններին զերծ մնալ բռնությունից, սակայն Թեհրանում սա ընկալվում է որպես արտաքին ճնշում եւ ներքին գործերին միջամտել։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով ցույցերի ընթացքում զոհվել են տասնյակ մարդիկ, սակայն ճշգրիտ թիվը հայտնի չէ, տեղեկատվությունը սահմանափակ է, իսկ լռությունը ծանր։ Յուրաքանչյուր զոհ այս պատմության մեջ ավելացնում է նոր ցավ եւ նոր լարվածություն։ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները դեռ ավարտ չունեն։ Ռեզա Փահլավին փորձում է իրեն ներկայացնել որպես շարժման առաջնորդ, իշխանությունները որպես պետականության պաշտպան։ Հարցը մնում է բաց։ Արդյոք Իրանը կմտնի նոր հեղափոխության փուլ, թե իշխանությունը կկարողանա վերահսկել իրավիճակը։ Մի բան հստակ է, առաջիկա օրերը վճռորոշ են լինելու ոչ միայն Իրանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Այսօր Իրանը կանգնած է մի խաչմերուկում, որտեղ ցանկացած սխալ քայլ կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Մի կողմից փողոցում կանգնած մարդիկ են, որոնք դժգոհ են, վախեցած կամ հուսահատ, մյուս կողմից իշխանությունն է, որը հայտարարում է, որ պաշտպանում է պետության կայունությունը եւ թույլ չի տա քաոս։ Ռեզա Փահլավին փորձում է իրեն ներկայացնել որպես փոփոխությունների խորհրդանիշ, բայց հարցը այստեղ մեկ մարդու մասին չէ, հարցը այն է, թե ով եւ ինչ նպատակով է ուղղորդում այս գործընթացները։ Պետությունը ցույց է տալիս, երբ ներքին դժգոհությունը միախառնվում է արտաքին շահերի հետ, ամենամեծ կորուստը կրում է հասարակ ժողովուրդը։ Իրանը արդեն մեկ անգամ անցել է հեղափոխության ճանապարհով, եւ դրա հետևանքները երկիրը զգում է մինչեւ այսօր։ Արդյոք այս անգամ սցենարը կրկնվելու է, թե Իրանը կկարողանա խուսափել նոր արյունահեղությունից եւ փլուզումից։ Պատասխանները դեռ չկան, բայց մի բան ակնհայտ է՝ իրադարձությունները մտել են վճռորոշ փուլ, եւ այն, ինչ տեղի կունենա առաջիկա օրերին, կարող է փոխել ոչ միայն Իրանի ապագան, այլ ամբողջ տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։ Այս պատմությունը դեռ շարունակվելու է։ Այս պահին, երբ Իրանում տեղի ունեցող զարգացումները դեռ ընթացքի մեջ են, մեկ բան արդեն ակնհայտ է՝ մենք գործ ունենք ոչ թե հերթական կարճատև, բողոքի ալիքի, այլ խորքային ճգնաժամի հետ, որը ձևավորել է տարիների ընթացքում։ Ցույցեր, զոհեր, ձերբակալություններ եւ փոխադարձ մեղադրանքներ միայն հետևանք են այն փակուղու, որի մեջ հայտնվել է իրանական հասարակությունը։ Տնտեսական ճնշումը, արժեզրկվող ազգային արժույթը, սոցիալական անարդարությունը եւ քաղաքական փակ համակարգը ստեղծել են մի միջավայր, որտեղ նույն ամենափոքր պատրվակը կարող է վերածվել զանգվածային ընդվզման։ Իսկ երբ այդ ընդվզման ֆոնին հնչում են արտաքին կոշտ հայտարարություններ, իրավիճակը դառնում է ոչ միայն ներքին խնդիր, այլ նաև տարածաշրջանային եւ միջազգային խաղի մաս։ Մյուս կողմից իշխանությունը փորձում է ցույցերը ներկայացնել որպես արտաքին ուժերի կողմից հրահրված գործընթաց, մյուս կողմից հասարակության մի հատված արդեն չի հավատում ոչ ներքին, ոչ արտաքին խոստումներին, եւ հենց այստեղ է, որ առաջանում է ամենավտանգավոր իրավիճակը՝ լիակատար անվստահությունը բոլորի հանդեպ։ Այսօր Իրանի փողոցներում մենք տեսնում ենք ոչ միայն բողոք իշխանության դեմ, այլ նաև հասարակության ինքնության ճգնաժամ։ Տարբեր քաղաքներում, տարբեր շրջաններում հնչող հակասական կարգախոսները ցույց են տալիս, որ խնդիրը միայն իշխանափոխությունը չէ։ Խնդիրը այն է, թե ինչ է լինելու հետո, ով է առաջնորդելու եւ ինչ ուղղությամբ է շարժվելու երկիրը։